Դեռ մայիս ամսվանից մարզպետարանն իր համապատասխան բաժիններով սկսեց կազմել ու մշակել մարզի քարամյա զարգացման ծրագիրը։ Ձևավորվեցին առանձին ոլորտային աշխատանքային խմբեր, որոնք համակարգում էին հիմնախնդիրները դրանք զարգացման ծրագիր ընդգրկելու համար, իսկ ձևավորված մարզային հանձնաժողովը հետևում էր այդ աշխատանքներին ու ամսվա մեջ մի քանի անգամ նիստ էր գումարում։ Վերջին նիստի ժամանակ նորանշանակ փոխմարզպետը նշեց, թե ծրագիրն արդեն ընդհանուր տեսքի է բերվել։ Դրա առանձին կետեր մարզպետարանը համաձայնեցրել է համապատասխան նախարարությունների հետ, իսկ այժմ արդեն այդ փաստաթուղթը ներկայացվել է կառավարության հաստատմանը, ինչի համար սահմանված ժամկետը դեկտեմբերի վերջն է։ Ուղարկել ենք ծրագրի նախնական տեսքը, եղել են առաջարկություններ իրենց կողմից նախարարությունների, գերատեսչությունների եւ համապատասխան հաշվի առնելով դիտողությունները, առաջարկությունները եւ բացթողումները, վերիպումները, նաեւ նորից վերամշակվել է մեր կողմից համապատասխան ոլորտային խմբերի կողմից աշխատանքային վերջնական տեսքով ուղարկվել է տարածքային կառավարման նախարարություն։ Ըստ Հարություն Արշակյանի, հանրապետության մարզերի զարգացումն այս տարբերակով առաջ է քաշել կառավարությունը, այդ կերպ ավելի թափանցիկ դարձնելով մարզպետարանների աշխատանքը։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես փոխմարզպետն է նշում, ծրագրով վեր են հանվում համընդհանուր հիմնախնդիրներ։ Այդ առումով համայնքները չեն առանձնացվում։ Միայն թե առայժմ հայտնի չէ, թե որքան է կազմում 4 տարվա ծրագրի ընդհանուր արժողությունը։ Ընդհանուր արժեքը ճիշտ է հաշվարկված կա, բայց ինձ թվում է սա այդ հաշվարկները նորից կախված են տարեկան գների հետ, փոփոխությունների հետ, նայած տվյալ տարվա կոնկրետ որոշելի խնդիրների հետ, բայց բոլոր դեպքերում մենք որոշակի ինչ-որ ուղղվածություն կա տարիների վրա բաժանված, այդ 4 տարիների վրա բաժանված։ Քարամյա ծրագրով փոխմարզպետն ասում է, որ նպատակ կա հիմնականում մարզում զարգացնել սոցիալ-տնտեսական բնագավառը։ Կառավարությունը մասնավորապես խոստացել է խթանել Շիրակում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը։ Ճիշտ է, փոքր ու միջին բիզնեսը տեղում չի մնացել, շարժվում է, զարգանում է, բայց այն քայլերը դեռևս չեն, որ բավարար է բոլորին, գիտեք, ինչպես գիտեք, դեռևս գործազուրկներ կան, աշխատատեղերի կարիք ունեցողներ կան, անհատ գործարարներ, ձեռներեցներ, որոնք իրենք են օժանդակում, հովանավորում եւ այդ ծրագրում, զարգացման ծրագրում նույնպես դրանք լրիվ ընդգրկված են։ Շիրակը հանրապետության 10 մարզերի 4-րդն է, որ մայրաքաղաք է ներկայացրել 200 էջանոցային փաստաթուղթը, որը մինչև 2013 թվականը դառնալու է այսպես ասած մարզի զարգացման ուղենիշը, բայց դեռևս կան մտավախություններ, որ դրանում կգտնվեն թերացումներ ու փաստաթուղթը դեռևս վերամշակման կարիք կունենա։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։